Սիրելի ֆուտբոլասաներ, խաղային շաբաթը մեզ մոտ շարունակվում է եւ արդեն վերջին խաղային օրը վերջին հանդիպմանը միմյանց դեմ կմրցեն Summer Cup-ի շրջանակներում 1-րդ եզրափակիչում Վերդերը եւ Միլանը։ Թիմերը արդեն խաղադաշտում են, ողջունում են միմյանց։ Ես արագորեն ծանոթացնեմ մրցող թիմերի մեկնարկային կազմերը, սկսենք Վերդերից, ում դարպասը պաշտպանում է Էդվարդ Հարությունյանը համար 1, Վոլոդիա Մարկարյան համար 5, Երիկ Էլոյան համար 7, Հայկ Մուրադյան համար 10, նա նաեւ թիմի ավագն է, Մայիս Մելքոնյան համար 11, Սարգիս Մարտիրոսյան համար 14, Հակոբ Ամիրյան համար 17, Գևորգ Պողոսյան համար 20, Զորա Բատարյան 23, Խաչատուր Էրզրումյան համար 26 եւ Սերգեյ Ամրոյանը համար 99։ Թիմի գլխավոր մարզիչն է Արտուր Սարգսյանը։ Միլան դարպասը պաշտպանում է Գևորգ Սաֆարյանը համար 1, կա մրցավարի Սուլիչև մեկնարկած է հանդիպումը։ Հովանես Մանուկյան համար 4, Վիգեն Դուրյան համար 6, թիմի ավագ Երիկ Խունանյան համար 8, Մատեո Ջիլբերտո համար 11, Ալեքս Սահակյան համար 14, Վլադ Մուսայելյան համար 18, Սեյրան Խալացյան համար 19, Կորյուն Մխեյան համար 22 եւ Վայե Մարտիրոսյան համար 77։ Գլորում են գնդակը Միլանի ֆուտբոլիստները պաշտպանությունում, իսկապես շատ հետաքրքիր 50 րոպեներ են մեզ սպասվում, քանի որ այսօր իհարկե կորոշվի կիսա եզրափակիչի հաջորդ ուղղակի նվաճող թիմը Ադարյանն է հիմա գնդակով, լավ է որ հասցրեց, քանի որ Էլոյանի փոխանցումը այնքան էլ հաջող չստացվեց, Մելքոնյան, ու այստեղ Մանուկյանն է լավ գործում պաշտպանությունում։ Ադարյան փորձում է խլում կատարել, խլեց ու չկար այստեղ խաղի կանոնների խախտում, այո, Ադարյանի դեմ պայքարում, հիմա էլ Միլանի ֆուտբոլիստներն են արդեն գնդակով, իսկապես այս զույգի հաղթողը կիսա եզրափակիչում կմրցի շատ բարդ մրցակցի հետ, Թեղենիսն է նրանց արդեն սպասում կիսա եզրափակիչում, Թեղենիսը կարողացավ 3 առավելություն հասնել Մոնակոյի նկատմամբ 2-1 հաշվով, տանելով կամային հաղթանակ։ Հունանյան հարված ենք տեսնում, բայց մի փոքր շեղությամբ ստացվեց Հունանյանի հարվածը, առաջին հարվածը կա այս խաղում արդեն դեպի դարպասը, որը կատարեց Միլանի ավագ Հունանյանը։ Այո, Թեղենիսը կարողացավ կամային հաղթանակ տանել Մոնակոյի նկատմամբ 2-1 հաշվով ու հիմա արդեն սպասում է իր մրցակցին, որը կլինի Միլան, Վերդեր զույգից որևէ մեկը։ Մարկարյան, բայց այստեղ խլեցին Միլանի ֆուտբոլիստները գնդակը։ Գրոյի լավ տեղափոխություններ դեպի աջ։ Շատ հաջող է գործում այստեղ Միլանի ֆուտբոլիստը, հարվածել տեսանք նույնիսկ Մխոյանի կատարման, բայց դարպասապահը կարողացավ հեռացնել գնդակը, անկյունային հիմա էլ կիրացնել Միլանի ֆուտբոլիստները։ Հենց Մխոյանն էլ կիրացնի անկյունայինը։ Կա փոխանցումը, բայց Մարկարյանը հեռացեց գնդակը, չնայած ոչ այնքան հեռու։ Ջիլբերտո հարված շեղությամբ է ստացվում Ջիլբերտոյի հարվածը։ Այո, շատ ակտիվ մեկնարկ է Միլանի կատարմամբ։ Ու տեսնենք Մուրադյանն է գնդակով, Վերդերի ավագը գլորում է գնդակը պաշտպանությունում, Մարտիրոսյան, լավ փոխանցում ստացվեց Ադարյան, լավն էր փոխանցումը, բայց Հովանես Մանուկյանը տեղում էր, չնայած Ադարյանը փորձեց Մանուկյանից խլում կատարել, բայց այն մնաց Միլանի ֆուտբոլիստների մոտ, Հունանյան, ու այստեղ տեսնենք ինչ է պատահել Ադարյանին։ Դուրյան, ամեն ինչ կարգին է Ադարյանի հետ, նա շարունակում է հանդիպումը, հիմա տեսնենք Միլանի այս գրոհը ինչի կվերածվի, Հունանյանն է հիմա հայտնվել ձախ եզրում, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Եսից պետք է նետեն Վերդերի ֆուտբոլիստները Մարկարյան։ Այո, թիմերը այնպես չէ, որ հեշտ ճանապարհով են հասել 1-4 եզրափակիչ, խոսքս առավել եւս այս մասին
Միլանին է վերաբերվում, քանի որ թիմը միայն վերջին հանդիպումում կարողացավ ոչ ոքի արդյունք կորզելով Չելսիից նվաճել հաջորդ փուլի ուղեկիր, այո, ովքեր հիշում են այդ հանդիպումը։ Կփաստեն այդ մասին։ Միայն հանդիպան ավարտից 1 րոպե առաջ Դուրյանը կարողացավ գրավել Չելսիի դարպասը ու ոչ ոքի շնորհիվ Միլանը հայտնվեց play-off փուլում, որտեղ նրան բաժին հասավ Վերդերից։ Վերդերը իհարկե առանց խնդիրների կարողացավ կամպային փուլի արգելքը հաղթահարել, առաջին օրիժանականով նրանք դուրս եկան play-off ու հիմա արդեն շատ բարդ մրցակիցներ են միմյանց հանդիպել հենց 1/4-ում, տեսնենք ճակատագիրը թիմերից որ մեկին կուղեկցի դեպի կիսա եզրափակիչ։ Ես իսկ պետք է նետեմ Միլանի ֆուտբոլիստները։ Սահակյանն է նետում կատարում Մխոյանի ուղղությամբ։ Մխոյան նորից Սահակյանին ուղարկեց գնդակը։ Գիլբերտո բարձից դեպի մրցակցի տուգանային հրապարակ, բայց Հարությունյանը առանց որևէ խնդիրների վերցնում է գնդակը։ Խլում են նորից Միլանի ֆուտբոլիստները, գնդակը Հունանյան հարված, բայց այս անգամ Հարությունյանը նորից իր բարձունքում էր ու կարողացավ ֆիքսել գնդակը, այնքան էլ ուժեղ չստացվեց Հունանյանի հարված այստեղ, բայց շատ լավ էր մտածել Հունանյանը, հեռավոր անկյուններ ուղարկում գնդակը, բայց այս դեպքում չստացվեց, Մարտիրոսյան ուղարկեց աջ գնդակը, կար այստեղ խաղի կանոնների խախտում Դուրյանի կողմից Մելքոնյանի հետ պայքարում ու տուգանային հարված կիրաստեն Վերդերի ֆուտբոլիստները արագորեն խաղարկում են գնդակը, կա փոխանցումը, սա հարված ստացվեց նույնիսկ Էրզումյանի կատարման, բայց բարձր ընթացավ գնդակը։ Գիլբերտո կայեց գնդակը, ուղարկեց Մխոյանին, տեսնենք այս գրոհը ինչը կվերացեն Միլանի ֆուտբոլիստները։ Հունանյան, լավ գրոհի տեղափոխություն էր դեպի ձախ, այստեղ Խալացյանն էր, բայց արագորեն խլեցին Վերդերի ֆուտբոլիստները գնդակը, հիմա էլ նահանջեց Խալացյան ու կարողացավ փակել Մելքոնյանի փոխանցման ճանապարհը, եզրային նետում կիրասին Վերդերը։ Մուրադյանը կնետի եզրից։ Տեսնենք Մուրադյան կա փոխանցում դեպի աջ, Էլոյանն է գնդակով, ստացվեց մեկին անցնել, Էլոյան երկրորդ մրցակցին է փորձում անցնել ու ստացվեց անցում Էլոյանի, բայց փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց ու Էրզումյանը չկարողացավ եզրափակել Մելքոնյանի Էլոյանի կատարած փոխանցումը, ներողություն Մուրադյան դեպի առաջ փոխանցում, բայց դարպասապահը վերցնում է գնդակը։ Դուրյան թողեց գնդակը Գիլբերտոին, նորից Դուրյան ու այստեղ Էլոյանը փակեց փոխանցման ճանապարհը, այո չկար ձեռքով խաղ։ Ադարյանն է պայքարում Գիլբերտոյի հետ ու խլեց գնդակը մրցակցից։ Ադարյան հասցրեց ուղարկել Էրզումյանին գնդակը, բայց այստեղ Էրզումյանն ու Մելքոնյանը չհասկացան միմյանց, այո շատ լավ հակագրոհ կարող էին իրականացնել իսկապես Վերդերի ֆուտբոլիստները, բայց գրոհի եզրափակիչ մասում սխալվեցին, իսկ այս փոխանցումը ուժեղ ստացվեց։ Բայց եզրային նետում են վաստակում Միլանի ֆուտբոլիստները, թե անկյունային է նշանակել մրցավարը, այո։ Արագորեն խաղարկում է Հունանյանը գնդակը Մխոյանի հետ։ Գիլբերտո, բայց թույլ ստացվեց փոխանցումը։ Այո, այսպիսի պատկեր է ձևավորվել Summer Cup-ի մյուս կիսաեզրափակիչում Չելսին կմրցի Մոնցայի հետ, իսկ Թեղենիսը կսպասի վերջին սույքի հաղթողին, որը
Այս երկու թիմերից մեկին բաժին կհասնի այդ ուղեգիրը։ Օխոյան մնաց գնդակով Օխոյանը ուղարկում է Հունանյանին, նորից Մխոյան կա հարվածը, բայց բարձր է ստացվում այստեղ Մխոյանի հարված ու հարված կլինի արդեն Վերդերի դարպասից Էլոյանն է զարգացնում արագություն աչ եզրով Էրզրումյան, բայց այստեղ թույլ չտվեց Դուրյանն Էրզրումյանին հարված կատարել ու հիմա հենց Դուրյանն շարժվում է առաջ, բայց Որկանցումը չեղավ Դուրյանի ուղղությամբ, Մուրադյան շարժվում է առաջ Վերդերի հավաքը, Մելքոնյանին է ուղարկում գնդակը նորից Մուրադյան, լավ պատխաղարկում էր Մայիս Մելքոնյան ու չկար արդյոք այստեղ խաղի կանոնների խախտում Առայժմ ոչ, Հունանյանն է գնդակով, տեսնենք այս գրոհը ինչպես կավարտվի Միլանի, դարպասապահ վերցնում է գնդակը, բայց հիմա դեղին քարտ է ստանում Մելքոնյանը մրցավարի հետ վիճելու համար, բայց այնուամենայնիվ մրցավարը կդիտի կրկնապատկերը Դիտեց մրցավարը կրկնապատկերը ու նշանակում է 11 մետրանոց հարված Միլանի դարպասին Գիլբերտոն խախտեց խաղի կանոնները, պատժվում է դեղին քարտով ու հիմա տեսնենք շատ լավ հնարավորություն ունեն Վերդերի ֆուտբոլիստները բացելու այս հանդիպման հաշիվը Էրզրումյանն է գնդակի մոտ Տեսնենք, Սաֆարյանն էլ դարպասում է, կա մրցավարի Սուլիչը Խաչատուրը Էրզրումյան, կա հարվածում 1-0 Վերդերը բացում է հանդիպման հաշիվը Այո, դիպուկ իրացեց Էրզրումյանը 11 վետրանոց արված ու հիմա արդեն Միլանը հայտնվում է պարտվողի կարգավիճակում, տեսնենք ինչով կփորձեն պատասխանել այս բաց թողած գնդակին Էրզրումյան հիմա լավ հնարավորություն ունի Վերդերը, Մելքոնյան նպաստավոր դիրքից վրիպում է Մայիս Մելքոնյանը, շատ լավ հնարավորություն ուներ հիմա Վերդերը կրկնապատկելու իր առավելությունը, բայց Մելքոնյանի կատարած հարվածը շատ բարձր ստացվեց Առայժմ հաշիվը մնում է անփոփոխ 1-0 տեսնենք Էլոյան լավ գործեց ու զարգացնում է արագություն Էլոյանը աչ եզրով կա փոխանցումը բայց Դուրյանն է հիմա էլ փակում փոխանցման ճանապարհը կտեսնենք եզրային նետում Վերդերի ֆուտբոլիստների կատարմամբ Մարտիրոսյան ուղարկեց առաջ գնդակ ու սա խաղի կանոնների խախտում էր Բավական հեռու է տարածությունը, բայց գնդակի մոտ է Մայիս Մելքոնյանը նա շատ լավ է իրացնում տուգանային հարվածները, տեսնենք այս անգամ ինչպիսի հարված կատարի, կա Սուլիչը մրցավարի Մելքոնյան, բայց բարձր է ստացում նրա կատարած հարված ու հարված կլինի արդեն Միլանի դարպասից Օխոյանն է աչեզով արագություն զարգացնում, բայց Մարտիրոսյանը հասցրեց այստեղ շատ գրագետ վարվել փակելով մրցակցի առաջխաղացման ճանապարհը, հարված կլինի Հարությունյանի պաշտպանած դարպասից Էլոյան ուղարկում է Մարկայանին գնդակը, Մելքոնյան մնաց գնդակով Մայիս Մելքոնյանը Էրզրումյան փորձեցին այստեղ գեղեցիկ գործել Վերդերի ֆուտբոլիստները, բայց փոխարենը գործել են գնդակը եզից գրեթե Դուրյանը
կա փոխանցումը, բայց այստեղ Մարտիրոսյանը առաջին արձագանքեց գնդակին։ Տեսնենք այն նորից Միլանի մոտ է։ Ու կար խաղի կանոնների խախտում Ադարյանի կողմից, տեսնենք այս Տուգանային ինչի կվերացեն Միլանի ֆուտբոլիստները, այո, պետք է մտածել արդեն այս ստանդարտները օգտագործելու մասին։ Շատ լավ դիրքում են վաստակել Տուգանայինի հնարավորություն, գնդակի մոտ է հիմա Սեյնա Խալացյանը։ Տեսնենք Խալացյան, Կասուլի չմրցավարի, հարված է կատարում Խալացյանը, բայց բարձր է ստացվում նրա կատարած հարվածը, լինենք արդարացի, այո, իսկապես սուր է մի փոքր անկյունը, այնքան էլ հեշտ չէ այդ դիրքից գրավել Հարությունյանի դարպասը, բայց այնուամենայնիվ փորձ եղավ Միլանի կատարմամբ։ Մուրադյան ուղարկում է գնդակը Մելքոնյանի ուղղությամբ, բայց այստեղ Դուրյանը շատ հաջող գործեց ու կար խաղի կանոնների խախտում, այո, Մելքոնյանի կողմից բաց ոտքով դիմավորեց մրցակցին։ Մանուկյան ուղարկեց Մխոյանին գնդակը, Սահակյան տաղում է այն դաշտի սահմաններում, Մորիս Մխոյան, Մանուկյան, բայց չասավ գնդակը Մանուկյանին ու եզրային նետում կլինի Վերդերի կատարմամբ։ Ես իսնեկց Մուրադյանը Մարտիրոսյանին, Մարգարյան, նորից Մարտիրոսյան, լավ պատխաղարկումներ իրացրեց այս երկու դրվագում Մարտիրոսյանը, Էլոյան, կտավ Մելքոնյանին, բայց խլում են Միլանի ֆուտբոլիստերը գնդակ ու շարժվում են առաջ, Ունանյան պետք է հարված կատարել, անցավ այստեղ մեկ մրցակցի Ունանյանը, շատ լավ փոխանցում ստացվեց Ունանյանի կատարմամբ, բայց հարվածը փակեցին Վերդերի պաշտպանները եւ Էլոյանն շարժվում առաջ, բայց այստեղ Սահակյանը գերազանց գործեց սա անկումով փակելով մրցակցի առաջխաղացումը, չի ավարտվել Միլանի գրոհը, տեսնենք Խալացյան, Մարգարյանն է նրա դեմ պայքարում ու հեռացեց գնդակը Դուրյան, փոխանցում Հարությունյանն է հեռացնում գնդակը, հիմա էլ Մարտիրոսյանը կարողացավ հեռացնել ու հիմա Վերդերը նետվում է առաջ, Մայիս Մելքոնյան, շարժվեց դեպի կենտրոն, բայց անհաս է փոխանցում կատարեց այստեղ Մելքոնյան, իսկապես շատ բարդ ուղղությամբ փոխանցում կատարեց, որտեղ չկար Վերդերի ֆուտբոլիստներից ոչ ոք։ Օրից Խալացյանն է ստանում գնդակը, դեպի Հունանյանը ուղարկեց, բայց մի փոքր ուժեղ ստացվեց փոխանցումը։ Ադարյան թողնում է գնդակը Մուրադյանին, Մուրադյանը ուղարկում է առաջ, որտեղ Էրզումյանն է փորձում պայքարել, թիկունքով էր։ Մարտիրոսյան դեպի մրցակցի Տուգանային ուղարկեց գնդակը, հեռացեցին այն, բայց ոչ այնքան հեռու Ադարյան ու այստեղ փակվեց փոխանցման ճանապարհը։ Հիմա էլ Միլանն է նետվում առաջ, Մելքոնյան փակեց մրցակցի փոխանցման ճանապարհը, բայց չի ավարտվել Միլանի գրոհը։
Պալացյան ուղարկում է Հունանյանին։ Շատ լավ են նկատել Հունանյանը խաղընկերոջը, բայց Մելքոնյանը նահանջել եւ օգնում է պաշտպանությունում ու փակեց նրա փոխանցման ճանապարհը։ Պալացյան բարձր է ստացվում արվածը։ Ամիրյան հասցեալ է գնդակը Հայկ Մուրադյանին ու դեպի պաշտպանության կենտրոն, որտեղ Մարտիրոսյանն է, Էլոյան Մելքոնյանն է շարժվում առաջ երկու մրցակցի հետ է պայքարում, բայց Դուրյանը շատ ամուր կանգնեց հորքի վրա ու այստեղ շատ հնարամիտ էր փորձել Մելքոնյանը չնայած չմնաց գնդակով, հիմա խլեց գնդակը մրցակցից Մուրադյան ուղարկում է Մարտիրոսյանին ու սկսում է Վերդերի իր հերթական գրողով խորքից ուժեղ փոխանցում ենք տեսնում առաջ Երզումյանը լավ կասեցրեց, բայց չկար այստեղ խաղի կանոնների խախտում Հունանյան ու Ադարյանն է հաջախլում կատարում հիմա Մուրադյանն է շարժվում առաջ 3-3-ի դիմաց Մուրադյան հերվից արված բայց շեղությամբ ստացվեց Մուրադյանի կատարած արվածը Այո անտիպան տեմպը շատ բարձր է եւ բնականաբար նախ առաջին հերթին Միլանը փորձում է հավասարեցնել անտիպանաշիվը հետո նոր իհարկե մտածել ավելին անելու մասին, իսկ Վերդերը բնականաբար կփորձի առաջինը բաց չթողնել գնդակ, հետո նոր մտածել կրկնապատկել իր առավելությունը, տեսնենք ինչ կլինի, որ թիմին բախտը կուղեկցի Դուրյանն նետեց եզրից, բայց Մարտիրոսյանը երկրորդ հարկում հաջող գործեց ու ուղարկեց այն դարպասապայի ուղղությամբ հիմա ստացավ գնդակը, ուղարկում է Ամիրյանին, Էրզրումյան, լավ պատխաղարկում էին մտածել այստեղ Վերդերի ֆուտբոլիստները, բայց Սահակյանը կռայել էր այդ հիմա Միլանն է գրոհում վտանգավոր է, բայց այստեղ Էլոյանը թույլ չտվեց մրցակցին հարված կատարել Գիտեց մրցավարը կրկնապատկել է ու չկար ոչինչ, այո նշանակված չէ 11 մետրանոց արված Վերդերի դարպասի ուղղությամբ Մարտիրոսյան ուղարկեց գնդակը Ադարյանին, բայց ուժեղ ստացվեց փոխանցումը ու այն դուրս եկավ դաշտի սահմաններից հիմա եզրից կնետեն Միլանի ֆուտբոլիստները Նայիս Մելքոնյան Էրզրումյանին հասցեակեց գնդակը 2-0 դուբլ Էրզրումյան Վերդերը կրկնապատկում է իր առավելությունը Երկու զրո այո իսկապես լավ հակագրող կազմակերպեց Վերդերը ու կրկնապատկում է հիմա ընդմիջումից առաջի առավելությունը
Խաչատուրը Էրզրումյան 2-0-2 գոլի հեղինակն նա է, բայց Մելքոնյանի փոխանցումը շատ շքեղ ստացվեց դեպի Էրզրումյանն, այո։ Մելքոնյան հիմա նորից նայե գնդակով, ուղարկեց այն Ամիրյանին, բայց Ամիրյանի փոխանցումը ուժեղ ստացվեց ու արված կլինի արդեն Զաֆարյանի դարպասից։ Սահակյան Հալացյանի հասցեագրեց գնդակը Դուրյան նկատեց Հունանյանին Դուրյանը շատ լավ փոխանցում կատարեց դեպի Հունանյանը, բայց արդեն անկյունը ավելի սուր է, Հունանյան փորձում է հասնել Մուրադյանին, բայց մնաց գնդակով Հունանյանը փոխանցում կա, Ամիրյանն է հիմա երաշտում գնդակը, նորից Հունանյանն մոտ է այն Հիմա էլ Ադարյանն է նահանջել պաշտպանություն ու Հունանյանը այստեղ խախտեց խաղի կանոնները Մարտիրոսյան ուժեղ փոխանցում առաջ Մելքոնյանն էր երկրորդ խաղում պայքարում, բայց մաքուր գործեց Դուրյանը Հալացյան ու Սահակյանի փոխանցումը հիմա չի հասնում Էլոյանը խլեց մրցակցից գնդակը շարժվում է առաջ աջ եզրով կա Ամիրյանի տարբերակը չնկատեց Մելքոնյան գուցե հեռվից փորձի դեպի Էրզումյանը փոխանցում ու շեղ է ստացվում այստեղ Էրզումյանի կատարած հարվածը Այո չնստեց այստեղ գնդակի Էրզումյանի ոտքին Սկսում է Միլանը խորքից Դուրյան դեպի առաջ փոխանցում տեսանք Հալացյանն է այստեղ պայքարում մրցակցի հետ ու կար խաղի կանոնների խախտում, այո Այո, նշանակված հետուգանային հարված շատ վտանգավոր դիրքում հիմա խաղակեսի վերջնամասում Միլանը ստանում է հնարավորություն, տեսնենք ինչպես օգտվեն այս հնարավորությունից Միլանի ֆուտբոլիստները արագորեն խաղարկեցին ու Արուսյանը վերցրեց գնդակը առաջի խաղակեսը հենց այստեղ ավարտվում է կարճատև դադար, որից հետո կշարունակենք Սիրելի ֆուտբոլիստներ, մենք կրկին վերադառնում ենք միասին դիտելու Վերդերն ընդդեմ Միլանի Summer Cup-ի 1-4 կիսաեզրափակիչի հանդիպման երկրորդ խաղակեսը, որտեղ առաջի կեսից հետո հանդիպման հաշիվը 2-0 օգուտ Վերդերի ֆուտբոլիստերի դուբլի հեղինակ է դարձել Էրզումյանը Ու տեսնենք երկրորդ խաղակեսում արդեն ինչ կփորձի անել առաջին հերթին իսկապես Միլանը, քանի որ պարտության դեպքում թիմը կլքի Summer Cup-ը կա մրցավարի սուրիչը Ադարյան փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ Մուսայելյանը առաջինը արձագանքեց, Հունանյանն է գնդակով թողեց այն խաղընկերոջը, բայց կորցրին արագորեն Ադարյան դեպի մրցակցի տուգանային Ամրոյան ու չանցավ Ամրոյանի այս փոխանցումը, բայց տեսեք որտեղ է հասել Մարտիրոսյանը թիմի պաշտպանը, հարված է կատարում ու դարպասացողն է հիմա օգնության գալիս Միլանին։ Մուսայելյան շատ լավ փոխանցում կատարեց դեպի Էրիկ Հունանյանը։ Հունանյան շատ գեղեցիկ գործեց այստեղ, կա փոխանցում, բայց Ամիրյանը փակեց փոխանցման ճանապարհը, այլապես կարող էր Միլանը կրճատել հաշվի տարբերությունը, իսկապես շատ լավ հակագրոհին անցել Միլանի ֆուտբոլիստները, բայց Հունանյանի կատարած փոխանցումը ասիատի օջը չհասավ։ Դուրյան հաջող է գործում այստեղ, բայց Էրզումյանը կարողացավ խլել գնդակը նրանից, Ամրոյան Ադարյանն է խաղում։
Ադերյանի կրունկով փոխանցումը չանցավ Ջիլբերտո Խալացյան աչից կա տարբերակ, այո նկատեց Վխոյանի Խալացյանը Հունանյան ու կար խաղի կանոնների խախտում այստեղ Մարտիրոսյանի կողմից Տեսնենք այս ստանդարտը ինչի կվերածեն Միլանի ֆուտբոլիստները դիրքը շատ հարմար է առաջին հերթին Հունանյանի համար հարված կատարելու, քանի որ նա ձախ ոտքով է հարվածներ կատարում եւ իսկապես շատ լավ դիրքում է հիմա գտնվում կա մրցավարի սուլիչը Հունանյան կա հարվածը, բայց մի փոքր բարձր է ստացվում Հունանյանի կատարած հարվածը Մարտիրոսյան տեսնենք Մուրադյանն է գնդակով ուղարկեց դեպի կենտրոն, բայց Ջիլբերտոնի հաջող խլուն կատարում հարված ու մի փոքր թույլ ստացվեց այստեղ Ջիլբերտոյի հարվածը ու Հարությունյանը վերցեց գնդակը Այո, ինչպես առաջի խաղակեսը, այնպես էլ երկրորդը Միլանը ակտիվ է մեկնարկել, բայց առայժմ հաշվի մեջ էապես չկա փոփոխություն Հիմա Ամրոյանն է հայտնվել խոտածածկին, տեսնենք ինչ է պատահել նրան Սաֆարյան ուժեղ հարված առաջ ամեն ինչ կարգին է Ամրոյանի հետ ու նա շարունակում է հանդիպումը Հունանյան փորձեց այստեղ անցկացնել գնդակը Հարությունյանի ձեռքերի արանքից բայց վերջին պահին դարպասապահ ֆիքսեց գնդակը Էրզրումյան նետվել են առաջ Վերդերի ֆուտբոլիստները կա փոխանցում բայց Դուրյանն է հեռացնում Ադարյան թողեց Ամրոյանին գնդակը Գիլբերտոնը պայքարում նրա դեմ ու վաստակեց անկյունային հարված Ամրոյանի իր թիմի համար Ադարյան փոխանցում Ամրոյանի հարվածը այստեղ չստացվեց Սաֆարյանն փոխանցում է առաջ, տեսնենք Հունանյան, բայց ստացվեց այստեղ Հունանյանի հարվածը, հիմա էլ Վերդերի ավակ Հայկ Մուրադյանն է հայտնվել խոտածածկին, կարծես հարված ստացավ այստեղ Մուրադյանը ու հայտնվեց խոտածածկին, բայց ամեն ինչ կարգին է նրա հետ նա կշարունակի հանդիպումը հիմա անկյունային են իրացնելու Միլանի ֆուտբոլիստները Հունանյանն առաջխաղարկում է գնդակը Մուսայելյանի հետ Մուսայելյան հարված է տեսնում բայց մի փոքր բարձր ստացվեց Մուսայելյանի կատարած հարվածը իսկապես լավ հեռավոր հարված կատարեց նա միայն մի փոքր բարձր ընթացավ գնդակը Մարտիրոսյան Վերդերը սկսում է խորքից բայց այստեղ էլ Սահակյանը հաջող գործեց Մխոյան ու կար խաղի կանոնների խախտում այո մինչ այդ դրվագը Սահակյանի հետ պայքարում Դուրյան ուժեղ փոխանցում դեպի մրցակցի տուգանային հրապարակ բայց Մարտիրոսյանն է հեռացնում գնդակը երկրորդ տեմպով է ընթանում Միլանի գրո Ջիլբերտո Մխոյանի հետ խաղաց նորից Ջիլբերտո կա Մուսայելյանի տարբերակը նկատեց Ջիլբերտոն Մուսայելյանին Եվս մեկ հերվից հարված հիմա էլ Ադերյանն է կանգնում գնդակի ճանապարհին ու դիպավ այստեղ գնդակը Էլոյանի ձեռքին, այո
Եվս մեկ ստանդարտ Կիաստան Միլանի ֆուտբոլիստները հիմա էլ Խալացյանն է գնդակի մոտ։ Մրցավարի սուլիչը Խալացյան։ Հարված ու պատի վրա է ընդունում գնդակը, բայց այն ընթացավ դեպի դարպաս ու Հարությունյանը հեռացեց։ Էլոյան ուժը հարվածով հեռացնում է գնդակի Էլոյանը, որքան հնարավոր է հեռու եզրից կնետեն Միլանի ֆուտբոլիստները։ Դուրյան շատ լավ փոխանցում կատարեց այստեղ Դուրյանը Մխոյանին, բայց Մարտիրոսյանն է հաջող գործում պաշտպանությունում խլելով գնդակ ու այն ուղարկում է Ամրոյանի ուղղությամբ։ Ձախ եզրում է հիմա էլ Ամրոյանը ու վաստակեց եզրային նետում այստեղ։ Ադարյան հարվածեց, բայց ցույց ստացվեց այստեղ Ադարյանի հարվածը, բայց գնդակը մնաց Վերդերի մոտ Ամրոյան։ Նորից Ադարյան։ Էլոյանն է գնդակով, Մելքոնյան քիչ առաջ մտավ փոխարինման։ Հետ փոխանցում դեպի Մարտիրոսյանին, բայց Մարտիրոսյանի կատարած հարվածը բարձր ստացվեց։ Հիմա հարված կլինի Սաֆարյանի դարպասից, այո, պետք է շտապի արդեն Միլանը, պետք է փորձել արագորեն մեկ գնդակ ետ բերել։ Սահակյան շարժվում է առաջ։ Կատարեց փոխանցում դեպի Մխոյանը։ Ու Ամիրյանն է հիմա էլ հեռացնում գնդակը։ Հունանյան։ Եզրային նետում կլինի։ Դուրյան ուղարկում է գնդակը Սաֆարյանին։ Վերջինս խաղա Ժիլբերտոյի հետ ու կորցնում է Ժիլբերտոն գնդակ Ադարյան։ Ուղարկեց Մելքոնյանին, ներվից է պետք փորձել Մելքոնյան, բայց այստեղ փակեցին երկու ֆուտբոլիստով նրա հարվածի ճանապարհը։ Հիմա Միլանն է նետվում առաջ աջ եզրով։ Հունանյան, բայց չհասկացան այստեղ Հունանյանը եւ Մխոյանը միմյանց ու հարված կլինի Հարությունյանի պաշտպանած դարպասից։ Էլոյան փորձեց հանցում կատարել, չստացվեց, իսկ այս փոխանցումը դեպի Հունանյանը ուժեղ է ստացվում։ Մելքոնյանն է ստանում գնդակը։ Մուրադյան։ Ամիրյանի հետ խաղաց, նորից Մելքոնյան։ Դա փոխանցում կատարեց դեպի Ամրոյանը, բայց Ամրոյանի կատարած փոխանցմանը ոչ ոք չկար, որպեսզի արձագանքեր Վերդերից։ Հիմա
Միլանն նորից շարժվում առաջ, այո, եթե հիմա մեկ գնդակ կարողանան մոտակա րոպեների ընթացքում ետ բերել Միլանի ֆուտբոլիստները, ապա էլ ավելի կհետաքրքրանա հանդիպումը վերջում։ Բայց հիմա ընդհակառակը Վերդերն է անցել գրոյի Ամրոյան, հասցրեց գնդակը Ադարյանին, բայց այստեղ Մուսայելյանը ավելի արագ գործեց։ Ամիլյան Որացած գնդակը ոչ այնքան հեռու, Հոկոյան ուղարկում է գնդակը դեպի Տուգանային, բայց Հունանյանի կատարած հարվածը բարձր է ստացվում։ Մելքոնյանն է հաղթել այստեղ խաղի կանոնները։ Դուրյան ուղարկում է գնդակը Խալացյանին, բայց ուժեղ ստացվեց Խալացյանի ուղղությամբ փոխանցումը, Էլոյանն էլ շարժվում է առաջ, կատարում հարված ու բարձր է ստացվում Էլոյանի կատարած հարվածը։ Դուրյան լավ գրոյ տեղափոխություն էր միայն չհասավ այստեղ գնդակին Մխոյանը իսկապես եթե հասներ ու այն պահի դաշտի սահմաններում շատ վտանգավոր հակագրող կարող էին տեսնել Միլանի կատարմամբ։ Ամրոյան հեռու թողեց իրենից գնդակը Ամրոյանը։ Հարված կլինի Վերդերի դարպասից։ Այո, իսկապես ծամր կապում շատ հետաքրքիր կիսա եզրափակիչներ են մեզ սպասվելու, նախ առաջին հերթին Չելսի Մոնցա դիմակայությունը, հետո արդեն Թեղենիստ ընդդեմ այս զույգի հաղթողի հետ, որին այս պահին շատ մոտ են Վերդերի ֆուտբոլիստները։ Տեղին քարտեստանում այստեղ Էլոյանը խաղի կանոնները խախտելու համար ու տեսնենք այս Տուգանայինը շատ վտանգավոր դիրքում ինչպես իրացնի Միլանը Խալացյանն է գնդակի մոտ կա հարված ու պատին դիպավ գնդակը Դուրյանն էլ այստեղ խախտեց այո խաղի կանոնները Մարտիրոսյան ուժեղ փոխանցում առաջ Ինչ է կատարվում այստեղ Մելքոնյան եթե չդիպչեր գնդակին Մելքոնյանը կարող էր գնդակը ընդանալ դեպի դարպասը բայց ի օգուտ Միլանի գործեց այստեղ Մայիս Մելքոնյանը այո Առանց այն էլ խանգարում էր դարպասապային իր այնտեղ գտնվելով ու տեսադաշտը փակել էր դարպասապայի բայց դա արդեն անցյալում է Խալացյան Շատ լավ գրոյի տեղափոխություն էր դեպի աջ, որտեղ Մխոյանն է ստանում գնդակը Բայց Մուրաջյանը այստեղ հայլում գործեց Գիլբերտո Հերվից հարված ու մի փոքր շեղությամբ վրտացավ գնդակը Այնպես չէ, որ այո Միլանը չի փորձում, այնպես չէ, որ գրոններ չեն իրականացնում Միլանի ֆուտբոլիստները կան նաև հարվածներ, բայց առայժմ անառիկ է Հարությունյանի դարպասը Ամիրյան Մուրաջյանի հետ խաղաց ուժեղ փոխանցում առաջ, բայց Մելքոնյանն այստեղ չհասավ գնդակին Դուրյան Ուղարկեց գնդակը սա Խալացյանի ուղղությամբ ներողություն Դեպի աջ փոխանցում են տեսնում Սահակյանն է գնդակով
Մարտիրոսյան Մանյանն է այստեղ խլում կատարում, փոխանցում ու ասրին փակել։ Փոխանցման ճանապարհը, այո, եթե Մանյանի փոխանցումը տեղ հասներ, ապա շատ լավ հնարավորություն կունենայի Միլանը։ Արագ աղարկում են անկյունային Միլանի ֆուտբոլիստները, բայց արդեն նահանջել են։ Պաշտպանները Էլոյանը հարկեց այն ուղղությամբ։ Մարտիրոսյանն է պայքարում Մելքոնյանի հետ ու հասցրեց փոխանցում կատարել Դուրյանի ուղղությամբ։ Սահակյան գտավ Ուլանյանին։ Անցավ մեկ մրցակցի Ուլանյանը, բայց Էլոյանը այստեղ լավ գործեց։ Ամրոյան եթե հիմա գրավի դարպաս, ապա կարծում եմ, բայց ոչ, չենք կարծում ոչինչ, քանի որ գնդակը դարպասում չէ, այո, եթե իսկապես գրավեր դարպասը Ամրոյանը, ապա կարելի է ասել, որ Վերդերը կապահովեր իր հաղթանակը, հիմա հարված ենք տեսնում, բայց հիմա էլ Հարությունյանն է հեռացնում գնդակը ու հարված կլինի։ Ոչ ներողություն, եզրային նետում կլինի Վերդերի կատարման, Պարագորեն նետեց Մուրադյանը գնդակը, իսկ Ամրոյանը չհասավ այս գնդակին։ Դուրյան Խալացյան ետ խաղաց։ Ուղարկում է դեպի աջ գնդակը, որտեղ Մարտիրոսյանն է։ Շատ հաջող գործեց այստեղ Մարտիրոսյանը, բայց Սարգիս Մարտիրոսյանը կարողացավ հաջող պաշտպանվել Վերդերից։ Դուրյան մնաց գնդակով Դուրյանը։ Ուժեղ է ստացվում այստեղ Մանյանի փոխանցումը։ Մարկարյանը ստացավ գնդակ ու ուղարկեց այն Մելքոնյանին, հիմա 4 ֆուտբոլիստով Վերդերը նետվել է առաջ, Ամրոյան, 3-0 Վերդերը, կարծում եմ արդեն այս գոլով ապահովում է իր տեղը կիսա եզրափակիչում։ Հարված ենք տեսնում ու դարպասածովն է այստեղ փրկում Վերդերին։ Այո, երրորդ գնդակը բացնելուց հետո Միլանը անմիջապես կարող էր կրճատել հաշվի տարբերությունը, բայց դարպասածողը օգնության ասավ Վերդերին, հիմա էլ Էրզումյանն է հեռվից կրակում, բայց բարձր է ստացվում նրա կատարած հարվածը։ Հարությունյան գլորում է գնդակը դեպի Մուրադյանը, Մարկարյան կրունկով շատ գեղեցիկ թողեց Մելքոնյանին ու ստանում է գնդակը, աչից կա Էրզումյանը, մեկ հպումով փոխանցում ենք տեսնում դեպի Էրզումյանը, ևս մեկ փոխանցում ու Դուրյանն է հեռացնում գնդակը, չի ավարտվել Վերդերի գրոհը, Էրզումյան, Էլոյան, բայց չեղ ստացվեց Էլոյանի կատարած հարվածը։ Խալացյան, կա Մարտիրոսյանն, նկատեց Խալացյանը Մարտիրոսյանին։ Նետվել են առաջ Միլանի ֆուտբոլիստները, բայց Մանյանի այս փոխանցումը չանցավ։
Մարքանյան ուժեղ ստացվեց այստեղ մի փոքր Վոլոդյա Մարքայանի կատարած փոխանցումը ու ես ռիսկ նետի Միլանը Սահակյան ուղարկեց գնդակը Խալացյանին վերջինը շարժվում է առաջ բացվել է Հունանյանը բայց չստացավ այստեղ գնդակը Հունանյանը Խալացյանից նորից Մխոյանն է արդեն գնդակով ու Մելքոնյանը հաջող պաշտպանվեց խլեց գնդակը փոխանցեց դեպի Երզումյանը Յուրյանն է հաջող գործում հիմա խախտեցին խաղի կանոնները Վերդերի ֆուտբոլիստները Արագորեն խաղարկում է Միլանը գնդակը, հարված ենք տեսնում նորից Խալացյանի կատարմամբ ու այն էլ նորից բարձր է ընթանում Մուրադյան կտա Վերզումյանին բարձից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց Սահակյանը ավելի շուտ արձագանքեց գնդակին, այն ուղարկեց Դուրյանին, վերջինս էլ դեպի մրցակցի Տուգանային հրապարակում Մարտիրոսյանն է այստեղ հեռացնում գնդակը Հումանյան լավ անցումներ է Հումանյանի կատարմամբ գուցե հարվածի հերվից կարվածում է գնդակետ է բերում Միլանը 3-1 3-1 Հունանյանը կարողանում է գրավել Վերդերի դարպասը, ճիշտ է քիչ խաղաժամանակ է մնացել հիմա, բայց պետք է փորձել ամեն դեպքում Մելքոնյան Կլեցին նրանից գնդակը Խալացյանն է շարժվում առաջ Հունանյան շատ լավ փոխանցում էր Խալացյան գուցե հիմա ստացվի, բայց չհարվածեց Խալացյանը դեպի դարպասը, մնաց գնդակով չնայած ու հիմա կորցրեց գնդակը արդեն Փոխարենը անկյունային հարվածք իրացնում Միլանի ֆուտբոլիստները Կա փոխանցումը ու այստեղ Ես ռային նետում հիմա էլ իրացնում Միլանի ֆուտբոլիստները Ջիլբերտո նետեց գնդակը Հումանյանի ուղղությամբ ու հարված կլինի արդեն Վերդերի դարպասից Մելքոնյան դեպի առաջ Ամրոյան, բայց լավ չկասեցեց այստեղ Ամրոյանը գնդակը Դուրյան ստացավ գնդակը ուղարկեց այն Հունանյանին Մխոյանն է աչեզում ու խաղ խաղի կանոնների խախտում Մելքոնյանի կողմից Տուգանային կիրացրի Միլանը արդեն Արագորեն խաղարկեց Հունանյանը գնդակը Մխոյան
Վերացված է գնդակը։ Բայց ոչ այնքան հեռու։ Դուրյան նորից է գրում Միլանը։ Մխոյանն է աչի եզրում։ Ու անկյունային արվածքը տեսնենք։ Հլեց Վերդերը գնդակ ու հիմա 3 ֆուտբոլիստով նետվում են առաջ Վերդերի ֆուտբոլիստները Մելքոնյան անցավ 1 մրցակցի 3-ը 1-ի դիմաց տեսնենք Մելքոնյան Մարկարյան Կաբրոյանի տարբերակը Աբրոյան Վերդերը կիսաեզապակիչում է առանց որևէ կասկածի 4-1 ծափահարություններ արժանին մատուցենք նաև Միլանին այս հետաքրքիր հանդիպման համար Ծափահարություններ ու արժանին մատուցենք նաև Միլանին այս հետաքրքիր հանդիպման համար, բայց կիսաեզապակիչի ուղեգիտ նվաճեց Վերդերը հաղթելով 4-1 հաշվով։ Շատ հետաքրքիր զույգ ձևավորվեց կիսաեզապակիչում ներողություն Վերդեր Թեղենիսի խաղային շաբաթը մեզ մոտ ավարտված է։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, բարի գիշեր եւ ամենայն բարիք։